Աշխարհի շուկաները վերջին 2 շաբաթվա ընթացքում բավական խառն են, պայմանավորված Միացյալ Նահանգներ Իրան պատերազմով։ Սա անմիջապես զգացվում է ոսկու, արծաթի ու նավթի գների վրա։ Ոսկու գինը, որը սովորաբար համարվում է անվտանգ ներդրում, վերջին 2 շաբաթում նվազել է մոտ 18%-ով, իսկ արծաթը կորցրել է իր արժեքի 3-ից 8%-ը։ Մինչդեռ նավթի գինը բարձրացել է 1 բարելի դիմաց հասնելով ավելի քան $113, սպասվում է, որ պատերազմը կարող է խափանել մերձավոր արևելյան մատակարարումները, հատկապես Հորմուզի նեղուցով անցնող նավթը, եւ դա անմիջական ազդեցություն ունի էներգակիրների գների վրա։ Վերլուծաբանները բացատրում են, որ ոսկու եւ արծաթի գներն այս անգամ չեն աճում, քանի որ ամերիկյան դոլարը ուժեղանում է, պետական պարտքի տոկոսադրույքները բարձրանում են, իսկ ներդրողները որոշ մասամբ վերցնում են շահույթ ու դուրս գալիս շուկայից։ Նավթի գնի այսպիսի աճը կարող է բարձրացնել վառելիքի գները ու ազդել մյուս ապրանքների վրա, ուստի գնաճի ռիսկերը դեռ պահպանվում են։ Այս օրերին շուկաները հիշեցնում են, որ աշխարհում ցանկացած ռազմական կամ քաղաքական լարվածություն արագորեն անդրադառնում է մեր առօրյայի վրա։